Հոմեոպաթիկ մեթոդը կերակրափողի հիվանդությունների հետ կապված աշխատում է շատ հիանալի ձևով և շատ հիվանդություններ լինում է դուրս հանել առանց կողմնակի հետևանքներ թողնելու պացիենտի վրա և առանց վիրահատական կամ այլ միջամտությունների։ Ժամանակակից մեթոդը ալոպաթիկ իրականում չունի բժշկում կերակրափողի հետ կապված հիվանդությունների պարագայում և մեծ մասամբ կամ տանում են վիրահատման այդ սխալ բուժումները կամ ավելի բարդ խնդիրներ է առաջանում ընդհուպ մինչև ճողվածքներ և այլն։ Նախ և առաջ սխալ բուժումները սկսվում են հենց այն օրից, երբ պացիենտը դիմում է խրոնիկ այրոցով ալոպատ բժշկին և ալոպատ բժիշկը փոխարենը հասկանալու թե խնդիրը այրոցի որտեղ է, նշանակում է այնպիսի պրեպարատներ, որոնք թթվայնությունը ստամոքսի իջեցնում են։ Եվ պացիենտին հասցնում են այնպիսի հիվանդությունների, որոնցից են խրոնիկ թուլություն, մարսողության անկում, ընդհուպ պարազիտներ մինչև, որովհետև առանց գիտակցություն են այդ պրեպարատները նշանակում, և նաև պացիենտների շրջանում, ինքնաբուժվողների շրջանում կան այդպիսի պացիենտներ, ովքեր սոդայաջուր են խմում անդադ այդ այրոցը ճնշելու համար և այրոցները ավելի շատանում ընթացքում։ Ոչ միշտ է այրոցը ստամոքսի կապված թթվայնության բարձր լինելու հետ և եթե առողջ է ստամոքսը, ապա թթվայնությունը պիտի լինի գրեթե մաքսիմումի վրա, առողջ մարդու ստամոքսի թթվայնությունը, բայց սնունդ ուտելուց հետո, ոչ թե հանգիստ շրջանում։ Այսինքն թթվայնությունը ստամոքսի 1-ից 3 պետք է լինի և 1-ը դա արդեն մաքսիմումն է, համարյա կարելի ասել, այսինքն բարձր թթվայնություն և առողջ մարդու մոտ բարձր թթվայնություն պետք է լինի ուտելուց հետո, բայց ինքը այրոց չպետք է զգա։ Այստեղից երևում է, որ անհեթեթություն է կամ շատ սխալ է թթվայնությունը իջեցնող, կոնցենտրացիան իջեցնող պրեպարատներ նշանակել պացիենտին, ով ունի խրոնիկ այրոց։ Խրոնիկ այրոցների մի մասը կապված կարող է լինել կերակրափողի, լորձաթաղանթների հիվանդությունների հետ, մի մասը կերակրափողի անբավարարության հետ, երբ որ կամ պարալիչ կա, կամ մասնակի չի աշխատում, այսինքն կերակրափողը չի փակվում և մարդը գիշերները, նույնիսկ սոված ժամանակ զգում է այրոց։ Այստեղ մի քանի խնդիր կա։ Եթե ուտելուց հետո է այրոցը զգում, ապա թթվայնությունը ոչ թե բարձր է, այլ ցածր։ Այսինքն 3-ից բարձր է, այսինքն 3-ից ցածր, այսինքն 4-5 է։ Այդ ժամանակ կերակրափողի ռեֆլեկտոր աղեղը ճիշտ չի աշխատում և օրգանիզմը չի հասկանում, որ պետք է փակվի, որպեսզի կերակրափողի փականը, այսինքն ինքը սեղմելը փակվի, պետք է դա ինքնապաշտպանական ռեակցիա է, որպեսզի աղաթթուն չգա կերակրափողը ամբողջությամբ և մինչև ընդհուպ կոկորդը չքայքայի, փակվում է, երբ որ թթվայնությունը 1-ից 3 է, եթե 4 է, 5 է, չի փակվում և մարդը այրոց է զգում ուտելուց հետո։ Փոխանակ կամ թթվայնությունը բարձրացվի, թթվայնությունն բարձրացնելը անհրաժեշտ է բժշկել ստամոքսը։ Ընդհանրապես մասսավորական համակարգը կարող է և ստամոքսի հիվանդությունից լինել և կարող է լյարդի հիվանդությունից։ Այդ ժամանակ այրոցը անցնում է, այսինքն կերակրափողը փակվում է, բայց կան պարալիչներ կերակրափողի, դա էլ է կապված կամ կերակրափողի հիվանդությունների հետ, կամ նյարդային, այսինքն կարող է և ստրես կոնֆլիկտների հետևանքով առաջացած և տրավմաներ և այլն։ Այստեղ էլ պետք է հասկանալ, թթվայնությունը եթե տեղն է, բայց խրոնիկ այրոց է զգում կերակրափողի կողմից, ապա հնարավոր է պարալիչ լինի։ Ճողվածքների դեպքում կերակրափողի նույն կերպ, ճողվածքները լինում են կամ եթե խրոնիկ բորբոքում կա այդ հատվածում, այսինքն ստամոքսի հիվանդությունը վաղուց է,
ապա ստամոքսի հիվանդությունը բուժելուց եւ լորձաթանաքների քրոնիկ բորբոքումը բժշկելուց հետո ժողովազդը ինքը նահանջ է ապրում, այսինքն հետ է գնում եւ քիչ-քիչ վերականգնում է։ Նույնը վերաբերվում է նաեւ եթե այլոցը ոչ թե կերակրափողում են ազգում, այլ ստամոքսի ներսում, կարող է նաեւ վնասված լինի ստամոքսի լորձաթաղանթը։ Այսինքն ուղիղ աղաթթուն, ուղիղ կապ ունենա ստամոքսի հենց մկանային հյուսվածքների հետ։ Այստեղ հմուտ բժիշկ է անհրաժեշտ, որպեսզի եւ պատճառը գտնի, եւ բժշկի այդ պատճառը հեռացնի, եւ այլոցներն են անցնում քրոնիկ, եւ ուտելուց հետո եւ գիշեր էտերել է կարեւոր, երբ է զգում սոված ժամանակ, ուտելուց հետո, ուտելու ընթացքում, եւ նույն հոմեոպաթիկ մեթոդով նույնիսկ ճողվածքները լինում է բժշկել կերակրափողի, եւ այդպիսի խնդիրները հոմեոպաթիկ մեթոդը վաղուց ի վեր շատ արդյունավետ ձևով աշխատում է, բայց ժամանակակից մեթոդոլոգիան հակասում է նույն այդ հիվանդությանը, որովհետեւ երբ որ աղաթթվի կոնցենտրացիան քիչ է, ընդհակառակը երբ որ այլոց կա, նշանակում են կոնցենտրացիան իջեցնող պրեպարատ, այսինքն հերիք չի որ 4 է թթվայնությունը, իջեցնում են 5-6 եւ այդտեղ ինչ է ստացվում, եւ մասսովությունը ճիշտ չի կատարում, տոքսիկացիա է առաջանում օրգանիզմում, թունավորում, նեխում է այդ սնունդը աղիներում եւ պարազիտներն են արդեն մտնում մուտք գործում եւ աղիներ ստամոքսի միջոցով, քանի որ բարիերը չի աշխատում։ Ստամոքսը հանդիսանում է նաեւ բարիեր, եթե պարազիտներ կան շատ, ուրեմն ստամոքսի թթվայնությունը նույնպես ցած է, այսինքն 3-ից վերև է։ Այստեղ ժամանակից մեթոդոլոգիան շատ են եղել պացիենտներ, որ ճակերտների մեջ բուժելուց ավելի է հիվանդանում ստամոքսը, այսինքն սխալ պրեպարատներ եւ ախտանիշը ճնշող պրեպարատներ են նշանակում, որոնք բերում են ավելի մեծ հիվանդությունների։ Լինում են նաեւ պացիենտներ, ովքեր ինքնաբուժությամբ են զբաղվում եւ այլոցի դեպքում փոխանակ խնձոր ուտեն, որպեսզի թթվայնությունը բարձրանա եւ այլոց անցնի, այսինքն խնձորը թթվայնությունը բարձրացած փակվեց, այլ մարդը չի զգում։ Սկսում են սոդայի ջուր խմել, դրանով հիվանդացնելով ավելի, այսինքն թթվայնությունը այսպես թե այնպես ցածր էր, փականը չէր փակվում կերակրափողը, եւ սոդայի ջրով ուղղակի ընդհանրապես են թթվայնությունը հանում, այսինքն 6-7 են հասցնում, եւ մարդը այլոց չի զգում, բայց հիվանդանում է ստամոքսը եւ ստամոքսը փաստացի իր ֆունկցիան չի կատարում։ Բարձրով հաջորդ անգամ այլոց ավելի ուժեղ է լինելու, սովորաբար ինքնաբուժությամբ զբաղվողները, մանավանդ այն մարդիկ, ովքեր հաճախակի են սոդայաջուր խմում, կան այդպիսի մարդիկ, իրենք ունենում են այդպիսի խնդիրներ ստամոքսի հետ կապված։ Սոդայաջուրը հաճախակի չի կարելի օգտագործել եւ միայն որոշակի դեպքերում այն էլ հազվադեպ, հաճախակի խմելով ավելի մեծ հիվանդություններ է առաջանում, ընդհանուր նաեւ թունավորում օրգանիզմում։ Ճիշտ է, այդ պահին ալկալիական միջավայրը բարձրանում է, այդ պահին է մարդը իրեն կարող է լավ զգալ, բայց կարճ ժամանակով կարճատև առումով լավ է զգում, բայց երկարատև առումով հետո ավելի վատ է զգալու, ավելի շատ հիվանդություններ է ունենալու։ Նաեւ այլոցները կապված կարող են լինել ստամոքս, լյարդ իրար հետ կապված աշխատանքից 12 մատնյարիկ, այսինքն այստեղ նաեւ պետք է ստուգել ստամոքսի էրոզիաներ կան չկան, խոցեր կան չկան, ճնշված խոցեր, շատ կան այժմ ճնշված խոցեր, այսինքն խոցը կա, բայց հակաբիոտիկներով ճնշում են եւ խոցը վերածվում է քրոնիկ ձևի, լինում է ֆիբրոզ գոյացություններ են առաջանում, այսինքն շարքսական հյուսվածքով է պատում, լինում են էրոզիաներ են լինում ստամոքսում, այսինքն այդ ամբողջը պետք է ստուգել եւ նաեւ ապրելակերպը, եւ միայն դրանից հետո հնարավոր է պացիենտին արդյունավետ բժշկել եւ օգնել առանց, այսինքն վիրահատությունը այսպես թե այնպես դա հիվանդությունը չի դուրս հանելու, կարճատև ժամկետով է հոգու տալ, բայց երկարատև ավելի կարող է հետագայում խնդիրը ավելի զարգանալ եւ այլ որակ ձեռք բերել։ Առողջ եղեք։